Սևակը շատ բան կա։ Նախընտրական պոպուլիզմի իրականությունից կտրված են Հայաստանի իշխանությունները ինչպես է Բելարուսը պատմում է իր երկիր պատասխանում։ Ոչ մի ավելացնում չեմ կարծում որ դա Ես կարծում եմ Հայաստանի նկատմամբ ՕԴԿԲ-ում գործընկերոջ նկատմամբ Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները եւ էլի ու շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները եւ քաղաքական կուրսը դա ամեն պետության ընտրության հարց է Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են եւ ես կարծում եմ, որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրանք մի քիչ այլ ճանապարհ են։ Պարոն Սիմոնյան, իսկ ինչպես է պատահել, ինչպեսին Հայաստանն է։ Իսկ ինչպես է պատահել, որ դուք դիվանագիտորեն չեք ձևակերպում ձեր ասելիքը, այլ շատ ավելի սուր, դա դրա բաժանմամբ է եղել, թե դուք եք այդպես։ Ես կարծում եմ, այս տարիների ընթացքում ակնհայտ է, որ դա իմ բնավորության, իմ խառնվածքի մի մաս է եւ բացի այդ ես պարլամենտական գործիչ եմ եւ ավելի ազատ եմ, քան մեր որևիցե կոնկրետ գերատեսչության, պատասխանատվության ոլորտ ներկայացնող մարդիկ եւ պարլամենտականները շատ ավելի ազատ են իր խոսքի, իրենց մտքերի մասով, կարծում նորություն չկա։ Սիմոնյան, այսինքն Բելարուսի օրինակով խոսելը Բելարուսը մասկամ ինչ օրակարգում բողոքի նոտան որ հղել են։ Ես չգիտեմ, ես ձեր մոտ կարդացի, որ տեղեկություն չկա, ես տեղեկություն չունեմ։ Ձեր լուրը ձեր մոտից եմ իմացել, որ այդպես բան է։ Բայց տեղյակ չեք ձեր հայտարարությունը։ Արդեն ասացի։ Իսկ ձեր հայտարարության մասով որ Բելարուսի օրինակով եք ասում։ Բանոր նարեկետին չէինք խոսում։ Ինչ եմ ափսոսում հասկանում։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական եւ մնացած բոլոր առումներով բարձրացնելու է եւ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է, իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով եւ օրենքի գերակայություն։ Այլ հարցեր կա։ Ասում ազատության հետ կապված ռուսական հնչեցրած տեսակետները եվրոպացիների արդյոք ավելի չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները։ Ես չգիտեմ, դուք գիտեք ինչ այդ տրամաբանությունը, որ Հայաստանի Հանրապետությունը իր շահերը պետքա միշտ հետապնդի միացած հետ նայելով տենա հանգարցակի Ռուսաստանը չի նեղսրտում, որքանով է ճիշտ։ Ես համարում եմ դա ճիշտ չի, որովհետև Ռուսաստանը, երբ որ իր շահերն է առաջ տանում, ինքը չի նայում Հայաստանի Հանրապետության շահերին, ինքը կանգնում է այդ շահերի վրա, թե չի կանգնում այդ շահերի վրա եւ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում։ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում։ Վերջացրեք, շատ վատ բան է այդ, որ տենց, կարող է ես այս մեկին բարև տամ, ինքը ջղայնանա։ Աջան ջղայնանում ես, ես բարև տվեցի, այդ տրամաբանությունը սխալ է։ Երբ որ մենք պատերազմական վիճակի մեջ էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր եւ ասում էր, որ մենք անկախ պետություն ենք եւ բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները։ Իսկ Հայաստանը պետք է տենց ճորտ լինի, իրան ասեն դու սրա հետ պետք է լավ լինես, սրա հետ պետք է լավ չլինես, որ հանկարծակի իրան բարևեցիր կամ դիմավորեցիր կամ հանկարծակի հյուրընկալեցիր, սենց ոնց կլինի։ Բայց տնտեսապես ավելի շատ կախված են Ռուսաստանից, տնտեսապես ավելի Լսեք, չեմ ուզում կտրուկ բաներ ասեմ, բայց կախվածությունը որն է, եկեք ընտրենք, կամ մենք ծնկած ապրում ենք ինչ որ մեկի, լինի դա
Ռուսաստանը, Ֆրանսիան կամ որևիցե մեկ այլ գերտերության սապոգի տակ եւ ձերներս կտրում ենք, ընտրություններ չենք ունենում, ազատ մամուլ չենք ունենում, կամ մենք փորձում ենք առանց որևիցե մեկի հետ պատերազմանելու, թշնամանալու, ինչ-որ մեկի վրա հարձակվելու քաղաքական կամ որևիցե այլ իմաստով, մեր փոքր պետությունը տեր կանգնենք, մենք տեր պետք է կանգնենք մեր երկրներին, հասկանում եք, ես ասեցի յուրաքանչյուր երկրի հետ, լինի դա ֆրանսիական սապոգը, լինի, ես դրա համար նշում եմ, որ անկախ նրանից թե որ երկրին է վերաբերվում, Հայաստանը պետք է իր ընտրությունը կատարի, ինքը ուզում է, չգիտեմ, մի մեծ աղբորը փոխարինի մեկ այլ մեծ աղբորը, ոչ, ինքը ուզում է իր ազատությունները զիջի ինչ որ բանի դիմաց եւ միջև որտեղ է զիջելու այդ ազատությունը, թե չի ուզում զիջի։ Ընտրության հարց է։ Հիմա տեսեք, Ռուսաստանի հետ մենք ինչ ընտրության հարց ունենք, այսինքն հիմա եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես է, դա նշանակում է ծնկած։ Նախկինի պես, իհարկե, նախկինում մենք եղել ենք ծնկած։ Մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրությունները անցել են կեղծիքներով եւ հələ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարած արդյունքները Ռուսաստանը շնորհավորել է, նշանակել է ստեղ նամեսնիկ։ Մեր ուժայինների մեծ մասը ղեկավարները ճշտվել են այդ երկրի հետ։ Մեր քաղաքական ամբողջ կոնյունկտուրան, մեր քաղաքական սաղ ուղեցիրը հաստատ բանալվել է, համաձայնեցվել է եւ զուգահեռ տարվել է մեր դեսպանները մեծ պետություններում իրանց դեսպանների հետ համագործակցել են, որ հանկարծակի մենք անկախություն ենք ունեցել քաղաքական իմաստով։ Մենք միջև 18 թվականի անկախություն չենք ունեցել, իսկ 20 թվականից հետո հաշվի առնելով այն, որ մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տեսավ, թե ինչ տեղի ունեցավ, երբ որ դաշնակիցը մեզ առնվազն մենակ թողեց, ակնհայտ դարձավ, որ չի կարելի գնալ եւ մի, այսպես ասած, երկրի դառնալ չեմ ուզում վատ բառեր դիվանագետներին հետ կանչել, պարոն։ Ներողություն, չլսեցի, որ հարցում։ Դիվանագետներին Բելարուսից հնարավոր է